Գյումրու ավականու ընտրություններից 3 շաբաթ առաջ արդեն կանխորոշված է իշխող քաղաքացիական պայմանագրի պարտությունը։ ՔՊ-ն պարտվելու է ընտրություններում, սա հաստատ կարամ ասեմ։ Սոցհարցումներն են կառուցել ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը։ Երկրորդ քաղաքի ղեկավարման համար պայքարի մտածին ուժերը ըստ հարցումների բաշխված են 3 եռյակներում։ Վերջին ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարող եռյակում ապրելու երկիրն է, դեմոկրատական այլընտրանքը եւ հասկը։ Գյումրիի ընտրությունները կլինեն շատ ավելի հետաքրքիր, քան նախկինում, քանի որ կան իսկապես նոր մոտեցումներ ու ամեն դեպքում ես եթե չասեմ գրեթե համոզված եմ, որ իսկապես այն ինչ որ սպասում է, որ ընդեղից նորությունները կսկսվեն, հետ ֆռալու, ուրեմն այդ process-ը ինձ թվում է կգնա։ Սոցիոլոգ Արտուր Պարոնյանը չի գաղտնազերծում իր հարցումների թվերը, բայց երկրորդ միջին եռյակում ըստ հարցումների Եվրադաշինքն է, Մարտուն Գրիգորյանի Մեր քաղաքը դաշինքը եւ Իմ հզոր համայնք կուսակցությունը, որի քաղաքապետի տեխնացուն Ռուբեն Մխիթարյանն է։ Ակնհայտ է, որ Լևոն Բարսեղյանի Եվրոդաշինքը սա մաքուր քաղաքական ձեներ են, որը որ բաժանվում է ՔՊ-ի հետ։ Ռուբեն Մխիթարյանը նույնպես քաղաքական ասույթով է գալիս։ Իշևերբերում է Մարտուն Գրիգորյանը սա դասական թիմ ընտրության, ուրեմն ստրատեգիայով շարժվող տեխնացու է։ Առաջին պայմանական հաղթող եռյակում քաղաքացիական պայմանագիրն է։ Քաղաքապետարանը լուսավորությունը անցկացնում, պետական աշխատողներին է ճնշում, իսկ սա մաքուր ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում է։ Հաղթող եռյակում է նաև Մայր Հայաստան դաշինքը։ Այսինքն ունեն թե մունիցիպալ օրակարգ, ազատտնտեսական գոտու, որը որ շատերին ոգևորել է, սա նորություն է, ու ունեն քաղաքական խոսույթ, ընդդիմադիր ուրեմն ՔՊ, որը որ բերում է նաև ընդդիմադիր քաղաքական հատվածը։ Կոմկուսն էլ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ Գյումրեցու ֆավորիտ եռյակում է։ Իսկ Վարդան Ղուկասյանի դեպքում մենք ունենք այսպես կոչված անցած փորձի ընտրողները, այսինքն մարդիկ, որոնք որ ինչ որ բաներ են ստացել կամ գոհ են, ասենց ասենք ընդհանուր առմամբ, Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած ժամանակահատվածից, նաև Վարդան Ղուկասյանը ստացել է բավականին ընդդիմադիր քաղաքական հատված, քանի որ ընդ որում դա շեշտակի այդ հատվածը բարձրացել է այն պահից, երբ որ նրան ձերբակալության փորձեր, թե ինչեր մի խոսքով էս պահից։ Սոցիոլոգը պնդում է, ըստ հարցումների ուժերից ոչ մեկը 50+1 չի հավաքելու, բայց ընտրությունների մասնակցության ցուցանիշն այս անգամ բարձր կլինի։ 2021-ի թիմ ընտրություններին գրեթե 110,000 ընտրող ունեցող քաղաքում քվեարկել է 26,000-ը։ Այս ընտրություններին ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի քան 112,000 ընտրող կա։ Այս պահին ես կասեի, որ 35-40%, բայց հաստատ 112,000-ից չի դա։ 80,000-ից հնարավոր է։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը առավելագույնը 10% վարկանիշ ունի, պնդում է սոցիոլոգը։ ՔՊ-ի վարկանիշը ընդեղ մոտ 10% է, ասենք շեղումը կարալի պլյուս-մինուս 2%, որը որ սկզբունքորեն կարևոր չի։ Սակայն քաղաքապայմանագիրը հեշտությամբ չի ընդունելու պարտություն է։ Հետընտրական ուշագրավ զարգացումներ է կանխատեսում սոցիոլոգը։ Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ աստիճան անասնագողություն պետք է անեն, որ կարողանան վերարտադրվել։ Ընդդիմադիր տեխնացուներին մնում է հուսալ, որ ՔՊ-ն իշխանական լծակներով ուրիշ թիմերում ավար չի փնտրի եւ մոլորյալ կուսակիցների հոգեվորսությամբ չի զբաղվի։ Ալբերտ Սերոպյան, Նորայր Շարբադյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։